Այսօր մարտի 8-ն է կանանց միջազգային տոնը, այն ոչ միայն գեղեցիկ տոն է, այլև հերթական առիթ վերաիմաստավորելու կանանց դերը մեր կյանքում եւ հասարակությունում։ Հայաստանում մարտի 8-ը նշանավորում է կանանց միամսյակի սկիզբը, որը շարունակվում է մինչև ապրիլի 7-ը, մայրության եւ գեղեցկության օրը։ Ադրբեջանում արդար դատ հնարավոր չէ իրականացնել։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահը, ֆրանսիացի 32 սենատորներ, ազգային ժողովի падգամավորներ եւ քաղաքապետներ հորդորել են անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարը հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Եվրոպան հայտարարել է մասշտաբային վերազինման մասին, արձագանքելով անդր-ատլանտյան հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի նոր մոտեցումներին, Բրյուսելում պայմանավորվել են $860 միլիարդ կազմող ծրագրի մեկնարկի մասին։ Վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 340 խաղաղ բնակիչ զոհվել է։ Զոհերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի բնակչության ավելի քան 10% կազմող ալավիների համայնքից են։ Սպանությունները կատարել են կառավարական զորքերը ու նրանց հետ գործակցող զինյալները։ Օրվա միջազգային անցուդարձը։ Veolia Group ընկերության կողմից մեկ տարվա աշխատանքներից հետո Կոտայքի մարզում արձական Գյումուշ ջրատարի վրա կառուցվել է նոր հաճն փոքր հիդրոէլեկտրակայանը։ Այս եւ այլ կարևոր իրադարձությունները դիտեք մեր եթերում ժամը 19:30-ին։